Գյումրու Տիրամայր Հայաստանի կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք դեպքի առնչությամբ ՀՀԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ ու լաբորատոր հետազոտություններ։ Այս մասին Պանորամայ-ը զրուցեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատուրյանի հետ։ Տեսեք, 15 երեխա է հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն աղիքային վարակով, ընդհանուր այս պահի դրությամբ առողջական վիճակը գնահատվում է 2-ինը միջին ծանրության, հիմնականում մնացածինը բավարար, առաջիկայում դուրս կգրվեն, վերցվել է հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից համապատասխան նմուշառում, բականալիզ, ըստ կարգի 6-օրյա ժամկետում, որովհետև եւ մի հատ բուժման ընթացքում այս պահին եւ բուժումից հետո պիտի այդ բականալիզը վերցվի, արդեն պատճառը պարզ կլինի, նախնական աղիքային վարակ է։ Տարիքայինը 7-ից 15 տարեկան երեխաներ են, 5 տղա, 10 աղջիկ, կյանքին սպառնացող վտանգ եւ ծանր դեպքեր չունենք։ Այսպիսով ըստ կարգի վերցվել է համապատասխան նմուշառում հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից, որի մասին մանրամասները կիմանանք 6-օրյա ժամկետում։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայ-ի եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։